Ողջույն։ Ազգային ժողովը այսօր դատարանի դահլիճ էր հիշեցնում։ ՔՊ-ական երեսփոխանները ումուզում հայտարարում էին կոռուպցիոներ սրիկա։ Ձեզանից քանիսն է հավատում, թե Գյումրու քաղաքապետը իրոք բռնված է կոռուպցիայի համար, ու քանիսն է հավատում, որ բռնված է նրա համար, որ Գյումրիում իր հաղթանակի պատճառով, ընդդիմադիրների հաղթանակի պատճառով ՔՊ-ն թունավոր քաղաքական հղիություն է տանում։ Նման թունավոր հղիություն տանում էր նաև Փարաքարում։ Փարաքարի համայնքապետը սպանված է, Գյումրունը կալանավորված, լիազորությունները կասեցված, երկու դեպքում էլ արդարադատությունը անհասկանալի մարդկանց ձեռքին է։ Քանի անուն տան, որ հենց հաղթել են ՔՊ-ին, այսօր դատվում են որպես կոռուպցիոներ։ Հանցագործությունը կարծում եմ կաշառք չէ այս դեպքում, կոռուպցիան չէ, հանցագործությունը ՔՊ-ին հաղթելն է համարվում։ ՔՊ-ականների կոռուպցիայի մասին բացահայտում անողին ծեծում են, ինչպես երեք տեղ ունեցավ, իսկ իշխանության հորինած փաստերի հետևից ուղարկում են իրավապահ ամբողջ համակարգը։ Հայաստանում գոյություն ունի սահմանադրություն, որի մասին ՔՊ-ում երևի քչերը գիտեն, կամ այնքան են ոտնատակ տվել, որ մոռացել են մայր օրենքի բարձրագույն իրավական ուժ ունենալու մասին։ Այդ սահմանադրության համաձայն հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսօր ՔՊ-ականները մեռան այս հոդվածը խախտելով։ Նման սովորություն ունեն իհարկե, Նիկոլի դեմ էլ լիքը հայցեր կան անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Իհարկե վերջին տարիներին տեսել ենք, թե ինչպես է ՔՊ-ն իր քաղաքական հարցերը լուծում, ինչ արագությամբ ու առանց հիմնավորումների։ Իրավական գնահատական չտալով հանդերձ, ասեմ, որ ինչ հրապարակել են իշխանությունն ու նիկոլապատկան ընտանեկան լրատվամիջոցները, ամենևին կաշառքի մասին չէ, ինչ որ խառը խոսակցություններ են, որոնք բոլորի հետ կարող են լինել, նայած ոնց է կտրում կպցնում։ Խորհրդանի ՔՊ-ական փոխխոսնակն ասում է, ընդամենը 6 ամիս քաղաքապետ աշխատելով Վարդան Ղուկասյանը կաշառք է վերցրել։ Քննչական կոմիտեն անգամ նման մեղադրանք չի ներկայացրել, բայց ՔՊ-ականները դառնալով քարոզչական գործիք, ֆեյքերի տրամաբանությամբ վերդիկտներ են տալիս ազգային ժողովի ամբիոնից։ Հիմա կանդրադառնամ այս իշխանության տարբեր անդամների վերաբերյալ մի շարք կոռուպցիոն փաստերի, կոռուպցիոն մեղադրանքների ու հրապարակումների ու տեսնենք, որ մեկի մասին է ՔՊ-ն աղմուկ աղաղակ արել ազգային ժողովի ամբիոնից։ Ում է կալանավորել իրավապահ համակարգը կամ որ կալանավորել է որքան ժամանակ է անցել բանտում, ինչքան ժամանակ անց են բաց թողել։ Ոչ մեկի անմեղության կանխավարկածը կրկնում եմ չեմ խախտում։ Այս ապրիլին պաշտոնից ազատվեց, մի քանի օր հետո ձերբակալվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Ազգային ժողովի ՔՊ-ական փոխխոսնակը կարող է հիշել, թե ՍԱՏՄ պետը քանի ամիս պաշտոնավարելուց հետո հայտնվեց կոռուպցիոն սկանդալում։ 5 ամիս։ Բայց որևէ անգամ նա ազգային ժողովի ամբիոնից այդ մարդու հասցեին ասաց կոռուպցիոն սրիկա։ Ինչու՞։ Որովհետև ՔՊ-ականները ըստ ՔՊ-ականների ունեն անմեղության կանխավարկածի իրավունք։ Հուսամ չեք մոռացել էկոնոմիկայի նախարարության դեպքը, 7 հոգի ձերբակալվեց կոռուպցիոն գործով, կալանավորվեց մի մասը, այդ թվում Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Փոխնախարար բռնվեց, նույն գործով ՔՊ-ական նախարար ազատվեց աշխատանքից։ Մինչ այսօր գնում է քրեական գործը, ըստ մեղադրանքի մրցույթ էր արտարարվել, մրցակցին դիտմամբ դուրս էին թողել ու $1 միլիոն տենդերը կարծեմ այդքան էլ տվել էին ում ուզել են։ Տեսակ Ռուբինյանը, Ալենը կամ որևէ այլ ՔՊ-ական ազգային ժողովի ամբիոնից ասեին կոռուպցիոներ սրիկաներ։ Չէ, դատավորին ծաղկեփունջ էին տանում։ Ընդամենը նախորդ շաբաթ ժամերով խուզարկեցին մանկավարժական համալսարանը ու ձերբակալեցին ռեկտորին, որը ՔՊ-ականների օրոք էր այդ պաշտոնին նշանակվել, ասում են նախարարի կադրն է։ Պրոռեկտորին նաև տնային կալանք տվեցին։ Ծանր մեղադրանք է։ Համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծել, ղեկավարել, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն, կաշառք ստանալ եւ այլն։ Ինչ որ չլսեցի ՔՊ-ականներն ասեին կաշառակեր սրիկա։ ՔՊ-ական Դիանա Գասպարյանի վերաբերյալ գործը
ԿՊ կուսակցության այցեքարտերից է։ Ամբողջ տնով ինքը ամուսինը սկեսուրն ու սկեսրայրը անցնում են կոռուպցիոն գործով, էլ փողերի լվացում, էլ չգիտեմ ինչ։ Հիմա նրանք ըստ Ռուբեն Ռուբինյանի ու մյուս ԿՊ-ականների կոռուպցիոներ սրիկա են, թե չէ։ Կրկնում եմ, ես չեմ խախտում ոչ մեկի անմեղության կանխավարկածը։ Ես հնչեցնում եմ հարց. եթե քննչական կոմիտեն ինչ որ կասկածելի հաղորդագրություն է տարածում ու ԿՊ-ն դրա միջի մարդկանց համարում է կոռուպցիոներ սրիկա, ապա ինչ կարծիք ունեն ԿՊ-ականների մասով, բռնված ու չբռնված դեռ։ Ինչ կարծիք ունեն պաշտպանության նախարար Պապիկյանի ԿՊ-ական խորհրդականի մասով, որը կալանավորվեց հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ հափշտակության գործով։ Հիմա նա կոռուպցիոներ սրիկա է, թե չէ, ըստ ԿՊ-ականների։ Եթե ոչ, ապա ինչու, իսկ եթե այո, ապա ինչու չեն հայտարարում այդ մասին։ ԿՊ կուսակցության այցեքարտ մեկ այլ կոռուպցիոն դեպք՝ Դարի կոռուպցիան անիվ անունով։ Ասեք իմանանք, քանի կոռուպցիոներ սրիկա կա այդ գործի մեջ ԿՊ վերնախավից, պետական բյուջեից մսխել են 60 միլիոն դոլարից ավելի։ ԿՊ կուսակցության մյուս այցեքարտը կուսակցական դրամահավաքները ծագումը թաքցրած 100 միլիոնավոր դրամ հանգանակություններով։ Իշխող կուսակցությունը կասկածելի գումարներ է հանգանակել, բա ուր է կոռուպցիոներ սրիկաներ արտահայտությունը։ Կարծիք ունեմ, որ իշխանափոխությունից հետո անիվի նմանությամբ ու ել ավելի մեծ կոռուպցիոն դեպք է պայթելու։ Խոսքը կորոնավիրուսի ժամանակ միլիարդավոր դրամների, 100 միլիոնավոր դոլարների ծախսն է։ Կաքրյական գործ ինչ որ։ Անգամ ԿՊ-ական փոխնախարար կալանավորվեց, բաց թողնվեց, ու ԿՊ-ականները ոչ միայն չէին ասում կոռուպցիոներ սրիկա, այլև ԿՊ-ական падգամավոր Վաղարշակը 4 րոպեանոց ճեպազրույցում 86 անգամ խնդրում էր հարգել անմեղության կանխավարկածը։ Իրենք չեն հարգում, այ իրենցը խնդրում են հարգել։ ԿՊ-ականների վերաբերյալ կոռուպցիոն բացահայտումները ամենօրյա են, ել չասեմ չհիմնավորված հարստացումը, չասեմ մամուլի ամենօրյա հրապարակումները, չասեմ Նիկոլի աներորդու 7 տարում 8 տունը, որը չի հիմնավորվել, չասեմ Նիկոլի մոտ ասֆալտի նախարար աշխատածի ընտանեկան 250,000 դոլարանոց դղյակը, որը չի հիմնավորվել, ու չթվարկեմ լիքը այլ հարստացման դեպքեր, չասեմ ԿՊ-ականների ազգուտակով պետհիմնարկները նվաճելը, որը դարձյալ մաքուր կոռուպցիա է։ Ընկերուհուն, նշանածին, ամուսնուն, ազգային ժողովում, նախարարություններում, զանազան պոակներում աշխատանքի տեղավորելուց, ընկերոջը նախարար, մյուս ընկերոջը փոխնախարար, քավորին խորհրդական, այն մեկը քավորին մարզպետ, ու չտեսանք, որ շրջանառվի կոռուպցիոներ սրիկաներ արտահայտությունը։ ԿՊ-ական քաղաքապետը եղբոր հետ է պետգնումների պայմանագիր կնքում, կոկորդիլոսագետը քեռու հետ, մյուս ԿՊ-ականը, որ իր կենսագրության մեջ գրում է արու, եղբորը հողեր է ծախում, ամենուր կասկածելի եղանակով շինթույլտվություններ են, բայց ինչ որ չենք լսում կոռուպցիոներ սրիկաներ արտահայտությունը ԿՊ-ականների շուրթերից։ Կարճ ասած, ուսումնասիրելով ԿՊ-ականների մասնակցությամբ պաշտոնապես հրապարակված կոռուպցիոն դեպքերն ու կասկածները, մամուլի հրապարակումներն ու չհերքված նյութերը, կարող ենք ասել, որ այդ կուսակցությունը պարզապես պայթում է կոռուպցիայից։ Բայց սրանք ամեն ինչ անում են, որ կոռուպցիա ասելով ժողովուրդը հասկանա միայն նախկին իշխանությանը։ Չի ստացվում։ Իսկ դուք պատկերացնում եք, թե այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների ինչպիսի ու ինչ չափի կոռուպցիոն դեպքեր են բացահայտվելու իշխանափոխությունից հետո։